Բարև ձեզ հայր ջան, այսօր ես կպատմեմ Կիլիկիայի հայկական պետության մասին և շնորհակալություն նախօրոք դիտելու համար։ Հայերը Կիլիկիայում բնակություն են հաստատել դեռևս հնագույն ժամանակաշրջաններում։ Ժամանակին այն մտել է Տիգրան Մեծի տերության մեջ։ 4-րդ դարում Իսոսի ծովածոցը կոչվել է հայկական ծոց։ Հոհան Ոսկեբերյանը 5-րդ դարի սկզբին վկայում է Կիլիկյան հայկական հոծ բնակչության մասին, որն ուներ իր իշխաններն ու հոգևոր հաստատությունները, իսկ 10-րդ դարում հայության թիվն այնքան էր աճել Կիլիկիայում, որ ստեղծվեցին նոր եպիսկոպոսություններ։ Հայությունն ու հայկական իշխանությունների թիվը Կիլիկիայում և մերձակայքում հատկապես աճեց 11-րդ դարում Վասպուրականի, Անիի և Կարսի թագավորությունների անկումից հետո։ 1071 թվականին Մանասկերտի ճակատամարտից հետո Առաջավոր Ասիայում ստեղծվեց նոր իրավիճակ։ Բյուզանդիան կորցրեց իր արևելյան տիրույթները, իսկ սելջուկները դեռևս չէին հաստատվել այնտեղ։ Այդ շրջանում Կիլիկիայում և մերձակայքում ստեղծվեց հայկական իշխանություններ՝ Աբլղարիբ, Արձրունու, Տիտոս Վարուժանու, Գող Վասիլի և այլոց, չդարձած կենտրոնական և երկարակյաց հայկական պետականություններ։ Դա հաջողվեց միայն Ռուբեն իշխանին, որը 1080 թվականին Լեռնային Կիլիկիան հռչակեց անկախ իշխանություն, հիմք դնելով 300 ամյա հայկական պետականությանը։ Սկզբում նա ուներ միայն 3 բերդ։ Նորաստեղծ իշխանությունը մեծ թվով զարգացնում էր Ռուբեն I-ը 1080-ից 1095 թվականներին և նրա հաջորդների օրոք դառնալով Կիլիկիայի մեծ մասն ընդգրկող ծովային իշխանություն։ Այն կասկածելու փորձ արեց Բյուզանդիան 1137-ից 1145 թվականներին նվաճելով Կիլիկիան, սակայն Կիլիկիո մեծ իշխան Թորոս II-ը 1145-ից 1169 թվականների իշխանության օրոք ոչ միայն վերականգնեց հայկական իշխանությունը, այլև տիրեց ողջ Կիլիկիան, ստեղծելով 30 հազարանոց մշտական բանակ և մարտունակ նավատորմ։ Կիլիկիայի հայոց իշխանությունը վերելքը շարունակվեց 13-րդ դարի վերջին Լևոն II-ի 1187 թվականից մինչև 1219 թվականները։ Օրակարգի հարց դարձրեցին Կիլիկիո մեծ իշխանության թագավորության հռչակելու խնդիրը։ 1198 թվականի հունվարի 6-ին Տարսոն քաղաքի Սուրբ Սոֆիա մայր տաճարում Լևոն II-ը իբրև արքա Լևոն I-ին հռչակվեց թագավոր ամենայն հայոց և նահանգին Կիլիկիոց տիտղոսով։ Դրանով ընդգծվում էր թագադրության համահայկական նշանակությունը։ Նա նախ թագավոր էր ամենայն հայոց, հետո նոր միայն նահանգին Կիլիկիոց։ 1226 թվականին ամուսնանալով երկրորդ Լևոն II-ի դուստր Զաբելի հետ գահ է բարձրանում Հեթում I-ը 1226 թվականից 1269 թվականներին, որով էլ հիմք է դնում Հեթումյան արքայատոհմը։ Այն մայրական գծով շարունակվում էր Ռուբինյաններին։ Հեթում I-ի կառավարման տարիներին արևելքից հայտնվեցին մոնղոլները, որոնց հետ 1254 թվականին նա կնքեց բարեկամության դաշինք, սակայն այդ դաշինքից ունեցած հայերի սպասումները չիրականացան։ Մոնղոլների հզորությունը չհերիքեց հասնելու և հաստատվելու Միջերկրական ծովի ավազանում։ 1260-ականներից Կիլիկիան Հայաստանի համար ձևավորվում է միջազգային նոր իրադարձություն։ Խաչակրաց արշավանքներն արդեն կորցրել էին իրենց ուժը, իսկ հարավում հզորացել և միջերկրային ավազանի քրիստոնյաների դեմ պատերազմ էր սկսել Եգիպտոսի Մամլուք սուլթանությունը։ Մահմեդական պետությունները շրջափակման մեջ էին վերցրել Կիլիկյան Հայաստանը։
Հայերի դիմումները եվրոպական քրիստոնյա պետություններին, մասնավորապես Հռոմի Պապին, ստանում էին մեկ պայման պատասխան. օգնություն կգա, եթե հայոց եկեղեցին ընդունի կաթոլիկություն։ 14-րդ դարում հայոց եկեղեցին անգամ ընդունեց որոշում միանալու Հռոմի եկեղեցուն, սակայն տասնամյակների շարունակ և ոչ մի զինվոր Եվրոպայից չեկավ օգնության։ Հիասթափություն արևմուտքից 1361 թվականին հայերը չեղյալ հայտարարեցին Հռոմի եկեղեցուն միանալու որոշումը։ 1374 թվականին վերջին եգիպտական զորքերը, որոնց միացան մահմեդական իշխանությունների այլ զորքեր, կրկին արշավեցին Կիլիկիա և պաշարեցին մայրաքաղաք Սիսը։ Հերոսական պայքարում զոհվեց Լիպարիտ Սպարապետը, իսկ 1375 թվականի ապրիլի 22-ին Լևոն VI-ը որպես արքա, Լևոն V-ը անձնատուր եղավ, թագավորություն անկում ապրեց, իսկ վերջին արքան գերի տարվեց Եգիպտոս։ Դրանից հետո շուրջ 50 տարի հայ իշխանությունները, հատկապես Կոստանդին IV թոռ Կոստանդին իշխանը, փորձում էր վերականգնել հայոց թագավորությունը։ 1382 թվականին եվրոպական գահակալների միջնորդությամբ Լևոն VI-ը Լուսինիան ազատվում է գերությունից և տեղափոխվում Եվրոպա, ուր մինչև կյանքի վերջ 1396 թվականը աշխատանքներ էր տանում Եվրոպայից արշավանք կազմակերպելու Կիլիկիա, Հայաստան փրկելու նպատակով, սակայն ապարդյուն։ Նրա աճյունը ամփոփված է Փարիզի Սեն Դենի արքայական դամբարանում։ Կիլիկյան թագավորության պետական կառավարման համակարգը։ Կիլիկյան Հայաստանում մշտապես ձգտում էին հավատարիմ մնալ հայկական ավանդույթներին։ Դա վերաբերում էր նաև պետական կառավարման ոլորտին։ Բանալիորեն Կիլիկիայում պետական կառավարմանը և հասարակական կարգերի պետք է կրեին նաև բյուզանդական ու արևմտաեվրոպական, մանավանդ խաչակիրների ազդեցությունը, ինչը արտահայտվում էր նաև կառավարման մարմինների անվանումներով։ Կիլիկյան Հայաստանում պետության գլուխ կանգնած էր Կիլիկիո մեծ իշխանը, իսկ 1198 թվականից հայոց թագավորը, որի իշխանության ժառանգաբար էր, որպես պետություն գլուխ և երկրի գերագույն տեր։ Արքան օժտված էր բացառիկ իրավունքներով, արքային հարաբերությունները, բանակի գլխավորումը, պատերազմի հայտարարում, պայմանագրերի կնքում, օրենքների հրապարակում, քաղաքների ու բերդերի հիմնում, դրամի հատում և այլն։ Հայոց թագավորը պետությունը կառավարում էր արքունիքի միջոցով, որի մեջ մտնում էր օրենսդիր, դատական և գործադիր իշխանություններ, բարձրագույն մարմիններ, արքունի խորհուրդը, արքունի գերագույն ատյանը վերին կամ մեծ դարպասը և գործակալությունները։ Հայոց թագուհին, մասնավորապես արքունի խորհրդի նիստերին, նա երկրի կյանքում ուներ քաղաքական, արքայի բացակայության կամ մահվան դեպքում և հատկապես մշակութային ու բարեսիրական մեծ դերակատարում։ Նրա նախաձեռնությամբ և միջամտությամբ կրթամշակութային հաստատություններ, հիվանդանոցներ և այլն։ Արքունի խորհուրդը օրենսդիր և խորհրդատվական մարմինն էր, որի մեջ մտնում էր թագավորի բերդատեր պարոնները։ Այն գումարվում էր համապետական կարևորագույն հարցերը քննարկելու համար։ Նիստերը նախագահում էր արքան, կամ նրա հանձնարարությամբ պարոնաց պարոն, տիտղոս կրող արքունի մեծ պաշտոնյան։ Խոշոր վճիռները հրապարակվում էին թագավորի անունից և նրա վավերացմամբ։ Պետական գործերի իշխանությունը թագավորն իրականացնում էր գործակալությունների միջոցով, որոնց մի մասը նման էր Հայաստանի եղածներին, մյուսները նոր էին։ Ի տարբերություն Հայաստանի, այստեղ գործակալությունները ժառանգաբար չէին։ Խնամակալության,
պայլություն։ Գործակալությունը վարում էր պայլը, ՀՄՏ մեծ հայքի մարդպետական գործակալություն, որը համարվում էր թագավորի առաջին խորհրդական և գահաժառանգի դաստիարակը։ Թագավորի անչափահասության դեպքում պայլը իրականացնում էր ամբողջ երկրի կառավարումը։ Թագադրության գործակալություն թագադրում էր արքային կապում սուրն ու արքայական նշաններ, հսկում արքունի արարողությունները, նաև իշխանների տեղերը նվիրապետական կարգով։ Ռազմական ուժերի կազմակերպում ու ղեկավարում հանձնարարված էր 3 գործակալությունների՝ սպարապետություն, սպալառություն և մարջախտություն։ Սպարապետը բանակի ընդհանուր հրամանատարն էր, սպալառը հեծելազորի հրամանատարը, իսկ մարջախտը պատասխանատու էր սպառազինության և պարենավորման համար։ Ատենադպրության գործակալությունը թագավորի անունից վարում էր արտաքին գործեր ու դիվանագիտական հարաբերություններ, նրա հետ կազմում և իր մոտ պահող պետական կնիքով, վավերացվում էր հրովարտակներ, շարագործում գրագրություններ, ջանցագիր թարգմանություններ, դեսպանական և դիվանագիտական այլ ծառայություններ էին ուղարկում օտար երկրներին։ Չանցլերի գործակալությունը սովորաբար հանձնարարվում էր Սիսիում մայրաքաղաքի ընտրովի արքեպիսկոպոսին։ Ցեղասպանական գործակալությունը սենեսկալը կամ սենսաջալ տնօրինում էր արքունիքի եկամուտներն ու ծախսերը։ Նրա օգնական սենեկապետն էր Ջամբոլայը, որը հսկում էր պետական դրոշը, արքայական հանդերձարանը, գանձերը, կազմակերպում պալատական հանդեսներ։ Սենեկապետի օգնականը Մատրվակն Հոբելերն էր, որը պատասխանատու էր պալատական ճաշկերույթի և խնջույքների կազմակերպման համար։ Տնտեսական ոլորտի կարևորագույն գործակալությունն էր մաքսպետությունը։ Մաքսպետը տնօրինում էր պետական եկամուտները, ներքին և արտաքին առևտրական հարաբերությունները։ Սուրհանդակապետություն գործակալը կոչվում էր ավագ Չայյուշ։ Կային արքունի ծառայություն կատարող բազմաթիվ մանր պաշտոնյաներ, որոնց մասին տեղեկանում ենք Սմբատ սպարապետի դատաստանագրքի Վասն աստիճանարար թագավորական պաղատին բաժնից։ Կիլիկյան Հայաստանն ուներ բավականին զարգացած դատական համակարգ։ Արքունի գերագույն ատյանը վերին կամ մեծ դարպասը թագավորի կամ նրա հանձնարարությամբ մեծ պարոնը կամ պարոնյանց պարոնի նախադրությամբ քննում էր համապետական նշանակության հարցերը։ Այն գերակա էր մյուս բոլոր դատարանների նկատմամբ և կարողանում էր հաստատել կամ բեկանել գանգատի ենթակա վճիռները։ Արքունի գերագույն ատյանի հաջորդում էր Սիսիի արքեպիսկոպոսյաց ատյանը, որը քննում էր բարձրադաս հոգևորականների, ինչպես նաև օտարերկրացիների վեճեր և կատարած հանցագործությունները։ Պետական բարձրագույն դատարանն էր նաև Պայլի ատյանը, որը քննում էր հայերի և օտարերկրացի վեճերը և թույլ տված խախտումները։ Դատական համակարգի երրորդ աստիճանը ստորին կամ փոքր ատյաններն էին, որոնք կոչվում էին բուրջես և քննում էին քաղաքային բնակիչների գործերը։ Օտարերկրացիները ունեին սեփական դատարաններ, որոնցում քննվում էին իրենց համայնքի քաղաքացիական գործերը, իսկ քրեական գործերը քննում էին պետական դատարաններում։ Դեռևս իշխանության տարիներին երկիրը պաշտպանելու համար ստեղծվել էր մշտական կանոնավոր բանակ և ռազմական նավատորմ։ Թորոս II-ի ժամանակ կանոնավոր բանակի թիվը 30,000 էր։ Թագավորության շրջանում այն ավելի աճեց։ Կիլիկյան Հայաստանի միայն արքունի բանակը կազմում էր 50,000 հետևակ և 12,000 հեծյալ զինվորներից, իսկ պատերազմի ժամանակ կարող էր մարտադաշտ հանվել
80-ից 100 հազարանոց մարտիկ։ Խաչակիրների օրինակով հայկական բանակում սահմանվել էր ասպետի աստիճան, որը ստանալու համար զինվորները հանձնում էին հրապարակային քննություն և հաջողության դեպքում այն ստանում էր հանդիսավոր պայմաններում։ Կիլիկյան Հայաստանի տնտեսական բացառիկ վերելքի արտահայտություններից մեկը հայոց դրամաշրջանառության պատմության ոսկեդարն էր։ Կիլիկյան դրամաշրջանություն զարգացնում էր անգամ Տիգրան Մեծի ժամանակվա հայկական դրամաշրջանառությունը։ Կիլիկյան հայկական դրամը թագավորը թագավորական բառի կրճատմամբ դարձավ միջազգային կարևոր արտարժույթ։ Դրամների վրա Կիլիկիո արքաները ներկայացնում են թագավոր հայոց Տիտղոսը, Լևոն II-ը, առևտրական արտոնյալ պայմանագիրներ կնքեց Վենետիկի, Ջենովայի, Պիզայի և այլ քաղաքների ու երկրների միջազգային ծովային օրենսդրություն փոխարինելով, դարձնելով այն ավելի մարդասիրական։